Ողջույն արգելիներս նոր մի նամակ կարդացի, ինքան ազդեց այդ նամակը ինձ, որ ասեցի շուտ եթեր դուրս գամ, պետք չի հապաղել, երեկոյան ճիշտ է եթեր դուրս գալու եմ, բայց հիմա կարճ մի հատ երկու խոսքով անդրադառնամ մեր երեկվա անհանգիստ եթերներին, թե Վարդան Ղուկասյանի, թե Վարդան Ղուկասյանի մայրիկի, թե Անի Խուդավերդյանի անհանգստությանը։ Մի խոսքով հարգելիներս, սկսեմ այստեղից, որ ուրեմն սրանից 3 ամիս առաջ, երբ որ ես գտնվում էի մի հատ մեծ համերգի Live Arena-ի, այնտեղ ելույթ էր ունենում մի հատ տաղանդավոր աղջիկ 15 տարեկան, ու մենք արդեն դալիճից նայում ենք, այդ աղջիկը ոնց է պատրաստվում, ես խոսում եմ իր մայրիկի հետ, ասում եմ շատ տաղանդավոր աղջիկ է, շատ առաջ կգնա, ու ինքը ասում է, հա Էդգար ջան, համաձայնեմ, ասում է, պրոստը մի վատ բան կա, որ այդ աղջիկը 15 տարեկան երեխա է, քանի կոնկուրսներ արդեն հաղթել այս վերջերս, ասում է, պրոստը որ կոմենտները կարդում է շատ է հիասթափվում, ասում է, դրա համար ես չեմ թողնում, որ կոմենտները կարդա, ես եմ նայում, ինչ-որ խմբագրում, ու իրան ես ասեցի, ինքը մտնում է մի հատ նենց կյանք, որտեղ որ շատ քննադատություններ կլինեն, լավ, վատ, եթե պետք է ինքը այդ ամեն քննադատությունների, վատ քննադատությունները կամ անհիմն քննադատությունները ինքը պետք է նեղվի ու ինչ որ դեպրեսիաների մեջ չընկնի, ավելավա չշարունակի, պետք է ինքը իմանա իրան ինչ է սպասվում։ Հիմա նույնն էլ ինձ հարգելիներս, որ դուք ինձ գրում եք Էդգար ջան, չնեղվես, բան չանես, ես մի կոպեկ չեմ նեղվում, մանավանդ ես գիտեմ ես ինչ արել եմ, ամեն ինչի համար, ամեն քայլիս համար կարամ պատասխան տամ։ Դրա համար նեղվել չկա այստեղ, ես հասկանում եմ ուր եմ մտել, ուր եմ գնում, եւ այսպես հարգելիներս, ինչին կուզենայի անդրադառնալ։ Ես ուզում եմ հասկանամ, թե երեկվա մեծ ուժեղ աժիոտաժը ինչից սկսվավ։ Հիմա ասենց քայլում եմ, մտածում եմ, ասում ինչից սկսվավ այս ամեն աժիոտաժը, ես որ ասենց Վարդան Ղուկասյանը դուրս եկավ, հետո Վարդան Ղուկասյանի մաման ու հասկացա այն մի պահով, որ ամեն ինչը սկսվավ այն բանով, որ ես եթեր դուրս եկա ու ասեցի, որ դոկ կուսակցության վրա ճնշումներ կան։ Դրա համար իրանք չի մասնակցել քաղաքապետի ընտրություններին, այսքան քայլեր արել, ասես լրիվ ու Վարդան Ղուկասյանին, որ բռնել են, այս բոլորը քաղաքական հետապնդում չի, լագիչսկի որ մտածես, այդ էի ասում կոնկրետ։ Ես Անի Խուդավերդյանին ոչ վիրավորել եմ, ոչ դավաճան եմ ասել, միայն ասել եմ, որ քաղաքական հետապնդումներ կան, որ նա ճշմարտ տակ է։ Այս սրանից սկսվավ ամեն ինչ։ Հիմա ես գցում բռնում եմ, ասում եմ, չէ որ մենք այս մեր բոլոր պայքարը պետք է տանենք այն բանի համար, որ էսի քաղաքական հետապնդում է, ու ինչն էլ որ կա, ու ինչ որ մենք տեսնում ենք փաստերով, հիմքերով։ Բայց այդ դեպքում մենք խենք սենց ահու սարսափ գցել ամեն ինչում, որ չէ սա քաղաքական հետապնդում չի։ Բա ինչ աս էսի վիզայի ազում ստանա Ղուկասյանը չեն տալիս վիզան, որ ինչի կռիվ ենք անում, չեմ հասկանում։ Այսինքն մի հատ անկապ թեմայով, որ Անի Խուդավերդյանը այսքան շուխուր արեց, Վարդանին ընդեղից հանեց, այսքան չէր խոսում, բան չի անում, Վարդանին հանել, տվեց էսի խոսասները տվեցին, հետո մի հատ էլ դապալնիցելնի խոսացրեցին Վարդան Ղուկասյանի մայրիկին, իմ հարգանքներս, ինչեր պետք այդ կնոջը այս ամեն ինչի մեջ խառնել, ինչին էր պետք, ես ուզում եմ հասկանամ էլի, այսինքն այդ մարդը այդքան չէր խոսում, 3 տարի թե ինչքան ժամանակ այդ կինը չէր խոսում, հանգիստ իր համար, հիմա իր դարդու ցավը թողած, մի հատ էլ հանեցիք այդ տեքստը տվեցիք, որ խոսա, ասի Էդգարը փող հավաքում միկրոֆոն առնի։ Ինչի աղբե ջան, այսքան ժամանակ չէր խոսում, որ հիմա պետք է խոսար ու հելներ ասել Էդգարը փող հավաքում, որ միկրոֆոն առնի, կամ Արտակ Գալստյանի մարդն է, կամ այնտեղ դոկուսակցությունն է քանդում։ Իմիջիայլոց, եթե չեմ սխալվում, ինձ մի քանի օքի մարդ ասել են, հիմա ճիշտ է այդ գրառումը չկա, ասում են ջնջել է, բայց հենց դատից հետո, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի մայրիկն էր իր էջում գրել, որ դոկուսակցությունը այլևս չկա, եթե չեմ սխալվում։ Հիմա չկա էլ արդեն այդ բանը, իզնից այդ է դուրս եկել։ Հիմա նայեք, այսինքն ես բոլորը գցում բռնում, ուզում ես հասկանաս ախպեր, այդ կնոջը խի խառնեցին, խի արեցին,
Ես մենք բոլորը տանում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, CNN-ով, CNN-ով ուզում ենք խոսանք, սա քաղաքական հետապնդում է, որ այս մարդին ուզում է բեր, ու տենց էլ կա, բա քաղաքական հետապնդում չի, Հայաստանի Հանրապետությունը քանի հոդվածներ ա տվել, որ բերեն, հա, բայ ինչ ախպեր ջան, չեմ հասկանում, տունի կա, ինչ ա, որ հիմա sense վայնասուները դրիկ, որ ես ասեմ, լավ, Անի Խուդավերջյանը իր բանն է, պատիվն է ուզում պահանջի, ես ինչ եք խոսում, ասում, ես պատիվ եմ պահանջում, ասեմ, հա, բայց այդտեղ պատվի հարց էլ չկա։ Այստեղ մենք ասում ենք, ախպեր ջան, Անի Խուդավերջյանի վրա քաղաքական հետապնդում է, որտեղ այն քայլերը ինչ որ արել է նա, ինչ մենք տեսել ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին, փաստերով ենք տեսել, այն խո մենք չենք հնարել։ Այդ ամենը բերելով, շահադրելով իրան, ասում են քաղաքական հետապնդում չի։ Իրանք ասում են քաղաքական հետապնդում չի, հարգելիներս։ Իրանք, այսինքն դոկ կուսակցությունը։ Ու այն կնոջն էլ, այն մարդուն էլ ասում են տեքստեր, որ ասի, որ սենց Հիմա այստեղ ուրիշ մի հատ էլ հարց կա։ Մյուս հարցը ես մտածում եմ, ասում եմ, իսկ ինչու դու խոսացիր вообще այս Անի Խուդավերջյանի նիստիկով կեքի մասին։ Ինչու խոսացիր քաղաքապետի ընտրությունների, ընտրությունների մասին։ Ինչու խոսացիր այս քաղաքական հետապնդումների մասին։ Ինչի դերպես էլի դներ, քոյֆիրներն աներ, անկապ խոսայր, ասեր աջակցում ենք, աչոկներ հավաքել, բայց իմ խնդիրս այդ չի եղել։ Իմ խնդիրն եղել է այն, որ հասկանանք բուն էության խնդիրը։ Ոնց որ հիմա շատերը քննադատում են Նիկոլին ու չեն քննադատում Սերժին, դա Քոչարյանին, մի հատ էլ ասեմ, որ չասեմ Քոչարյանի մարդն է։ Քոչարյանին, Սերժին, մի հատ էլ ասեմ Լևոնին, այդ իմաստը ո՞րն է, որ դու պետք է խոսաս մի բանի մասին, բայց ոչ ամբողջ թեմայի մասին, ոչ ամբողջ խնդրի մասին, որը որ կա։ Ես խոսացի այդ խնդրի մասին, ես խոսացի, որ կա խնդրեմ, որ մեզ այսինչ հարցերով, որ խի հանեցին քապետի նիլագիշնա, որ ավելի լավ կներ, ու եկային եզրակացության, որ քաղաքական հետապնդումներ, քաղաքական ճնշումներ կան։ Ես խոսացի, ինչ ինձ անհանգստացնում է, ինչ պետք է խոսալ։ Եթե սխալ եմ, դրա համար պատասխան կտամ, եթե ճիշտ եմ, դրա համար էլ պատասխան կտամ։ Ահա, ժողովուրդ ջան, այն ամենը ինչ կա։ Սենց մի հատ կարճ թռուցիկ անցնելով, որ բոլորիս համար պարզ լինի։ Երեկոյան ես այսօր էլի դուրս կգամ եթեր։ Եվ ամենակարևորը, ժողովուրդ ջան, ես վերադառնամ իմ նամակին, որի մասին ես ասացի, որ ստացել եմ ու ինձ շատ ճնշված զգացի։ Ուրեմն նամակի մեջ ինչ էր գրված։ Գրված էր հետևյալը, ասենց կարճ ասեմ, Էդգար ջան, այդ կինն է ինձ գրում, ասում այնքան հիասթափված եմ, ասում ես պլակատներ էի պատվիրել, մայկայի պատվիրել, $80 ասում հյուրանոց էի բրոնյա արել, որ դուրս գայ գնայ, ասում բայց հիմա չեմ գնալու։ Ասում հիասթափված եմ, չեմ մեթալու։ Ես հիմա ուզում եմ այդ կնոջը դիմել ու մնացած մեր բոլոր այդ մարդկանց, ովքեր այդտենց են մտածում։ Էդի ամենամեծ մեր սխալը կլինի, եթե մենք չգնանք։ Ամենամեծ սխալը։ Հիշեցիք, ես ձեզ ամենասկզբում ինչ պատմեցի։ Այն փոքրիկ 15 տարեկան աղջիկը, որ երգիչ էր, ուզում էր դառնա աստղ ու ասեց մեր մաման ասեց, որ ինքը ընկճվում է, որ կոմենտներ են գրվում, ես իրան ասեցի, թե պետք է առաջին կոմենտից կամ երկրորդ կոմենտից պետք է ընկճվի ու շարունակի, ավելի լավ այս գործի մեջ չմտնի։ Նույնն էլ հիմա ձեզ եմ ասում, Ժորժ ջան, այսպիսի կոմենտներ, այսպիսի հրահրներ, այսպիսի սանդրանքներ, այնքան շատ կլինեն, ձեր ցավը տանեմ։ Մենք ասում են պետք է ուժեղ լինենք այս ամենը դիմադրելով, առաջ գնալով, բայց մի փոքրիկ դիմադրությանը որ եղնի, մենք պետք է ասես կոտրվենք ու գնանք, ել մենք ինչ արժենք։ Հիմա իմ ասածս որն է, նայեք, արդեն ամեն ինչ խոդի տված է, ամեն ինչ էթում է։ Պրոցեսը արդեն գնում է։ Մեր պրոցեսը հետևյալն է։ Մենք պետքա լինենք մարտի 10-ին, ժամը 7-ին այդ դատարանի առաջ։ Մի ժամ շուտ, ոչ 7:30, ոչ 8-ին։ Մի ժամ շուտ։ Ակուրատնի արդեն պլակատները պատրաստած, արդեն մեր բաներներով, թե պետքա մի քիչ քայլել, էդի մենք պետքա ցույց տանք։ Մենք պետք է այս ամեն ինչի դեմ այսպես պայքարենք։ Ծեմբոլի մենք լսեցինք, որ Վարդան Ղուկասյանը դեմ չէ այդ աջակցությանը։
ինչին, բայց Վարդան Ղուկասյանը դեմ չի այդ աջակցությանը։ Այդձև մենք քայլում ենք, հարգելիներս, եւ ժամը 8-ին, երբ պետքա բարձրանանք վերև, դուք ձեր մեջ ընտրեք, հարգելիներս, ու բարձացեք այն մարդիկ, ովքեր որ ֆուտբոլկաներով են, ովքեր որ մասնագիտական, այսպես ասած, այս բանի մեջ արդեն գրագետ են, գիտեն ոնց, ինչ, անպայման վերցրեք ամերիկյան դրոշներ, որ դրսում ոչ միայն հայկական լինեն, այլ նաև ամերիկյան դրոշներ, անպայման դուք ձեր լոզունգն արեք խոսքի ազատությունը, որ խոսքի ազատությունը այստեղ կարևոր է։ Մենք պետքա մարտի 10-ին էլ մասնակցենք, մեր ոնց որ ասած ամենակարևոր քայլն անենք ու դրանից հետո արդեն պարզ կլինի, շատ բաներ ջրի երես դուրս կգան, հետագայում թե մենք ոնց անենք, ինչպես անենք։ Բայց մարտի 10-ը դա մեր կարևոր ճակատամարտն է։ Բիտվա за Ստալինգրադ։ Պետք է մենք դուխներս հավաքենք, չկոտրվենք ու մասնակցենք։ Այսքան բան, հարգելիներս, այսինքն մեր աջակցությունը պետքա շարունակվի։ Ամեն ինչ արդեն արված է, այլ ոչ մի բան ասենք կարևոր չի, որ ինչ որ էլի բան, արդեն դուք բոլորը գիտեք ինչ պետք է անեն, այն որ կինոներ կա, չասում, вы все знаете, что делать, давайте за работу։ Այդտենց դուք լրիվ արդեն գիտեք ինչ պետք է անեք, մարտի 10-ին այդ բոլորն անում ենք։ Ահա, Ժողովուրդ ջան, ինչ ասեմ, մենակ բախտենք մեզ հաջողություն, էլի եմ ասում, որ մարդու գործը արդար է լինում։ Ինքը ամեն ինչի մասին չհամար ինքը պատասխան կտա։ Գողի եւ անբարոյականի օրը 40 օր է։ Դա համար ամեն ինչ ջրերես դուրս կգա, ամեն ինչ կպարզվի, ինչ կլինի։ Իսկ եթե ամոթ այդ կնոջը խեք քաշել էս գործի մեջ, էս ուրեմն ինչքան եք խառնվել իրար, ինչքան եք որ լավ չխորանամ էլ